Տիկին Մանավազյան, երեկ Երևանի պետական համալսարանից դասախոս է ազատվել եւ 5 պատճառը ըստ նրա ձեր աղջկա ուղարկած տեսանյութն է դասի ընթացքում, որ նա ֆիքսել է եւ ձեզ է ուղարկել եւ դրանից հետո ասել է, որ իրեն ազատել են համալսարանից։ Ինչ տեսանյութ է ձեր դուստրը ձեզ փոխանցել եւ դուք ինչպես եք որոշել, որ ինքը պետք է ազատվի դրա համար դասախոսի աշխատանքից։ Նախ ինձ համար շատ անակնկալ է այդ հարցադրումը կամ ընդհանրապես իր մեկնաբանությունը, որ դա կապված է իմ աղջկա հետ։ Իմ երեխաները սովորել են եւ սովորում են դպրոցում, հիմա արդեն համալսարանում է մեծ աղջիկը սովորում եւ ես որպես ծնող կարող եմ ունենալ խոսակցություն, դժգոհություն կամ գոհունակություն, ես դա արտահայտվում եմ եւ արտահայտվում եմ որպես ազգային ժողովի պատգամավոր եւ որպես ծնող, բայց ես ինչ կապ ունեմ իր հեռացման հետ, դա ինձ համար անակնկալ է, ուզում եմ հասկանամ ինչ է նշանակում, այսինքն եթե որևէ պաշտոնատար անձի երեխա սովորում է դպրոցում կամ բուհում եւ իր հետ կապված աշխատանքային խնդիրներ կամ փոխհարաբերություններ այնպես չի գնում, ուրեմն մեղավորությունը այդ երեխայի ծնողն է կամ այդ երեխան է, ես կարծում եմ այս հարցը շատ հանրության կողմից էլ է, ինձ թվում է այս խոսակցությունը նա կարող է նաեւ տարածել եւ մեծ տարածում ունենալ, որը կազդի նաև իմ աղջկա համալսարանում իր փոխհարաբերությունների ընկերների վրա, որը կկաշկանդի կամ այսուհետ նաև խնդիրներ կստեղծի, ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ առանց որևէ հիմնավորման նման մեկնաբանություններ չանել եւ նման հայտարարություններ եւս չտարածել։ Դասախոսը արդեն ազատված պնդում է, որ դասի ընթացքում ֆիլմից օրինակ է բերել, այդ օրինակի հետ կապված ինչ-որ բառեր է գրել գրատախտակին, որը ֆիքսել է ձեր աղջկա տեսանյութով եւ ուղարկել է ձեզ, եւ դա է հիմք դարձել իր ազատման համար։ Եթե նա գտնում է, որ իր գործողությունների մեջ թող մեղավորություն փնտրի եւ ոչ թե իմ հետ կապված կամ իմ աղջկա հետ կապված խնդիրներ տեսնի, որովհետեւ ես չեմ իրեն աշխատանքի ընդունել, ես չեմ իրեն հեռացնում եւ իր գործատուի հետ թող իր հարաբերությունները բարձի, բայց հնարավոր է դա եք օգտագործել։ Ես կխնդրեմ, ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, ես որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել, թող առաջի հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները բարձի։ Եթե եղել է դժգոհություն բողոք, այդ դեպքում թող ինքը վերանայր իր գործողությունները եւ ես կրկնում եմ իմ երեխաները ձեր դժգոհության մասին որևէ տեղ չեմ խոսել, իմ աղջիկը ինձ ներկայացրել է, ես տեսել եմ, դժգոհել եմ, բայց դա եղել է մեր խոսակցությունը որևէ այլ բան, որպես այդպեսին։ Երկրորդ մասով ինձ համար կրկնում եմ շատ անակնկալ եւ տարօրինակ է, որ նման խոսակցության մեջ ներգրաված եմ ես եւ իմ անունն է հնչել, եթե որովհետեւ դուք մոտեցաք եւ ասացիք, որ իմ անունն է տվել եւ իմ երեխան սովորում է, շարունակելու է սովորել եւ որևէ մեկի անձնական կամ գործնական հարաբերություններում թող երեխաների կապերը ծնողների կամ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի հետ չփորձեն խառնել։ Այսինքն ես ճիշտ հասկացա, թե դուք ընդհանրապես հերքում եք ձեր կապը նրա ազատման հետ կապված։ Իհարկե, ես չեմ մեկնաբանում այս մասով, որովհետև ես իրականում ես կարող եմ խոսել իմ գործընկերների հետ նման վարքագծի մասին, բայց ես չեմ միջնորդը կամ որևէ ձևով կապակցվածություն եւ միջնորդություն չունեմ այդ հարցով։ Ես կխնդրեմ իր գործատուին հարցնեք ինչու է նա ազատվել։ Ես կրկնում եմ, իմ երեխաները սովորել են դպրոցում եւ ես կարող եմ տնօրենի հետ կամ ընդհանրապես դասղեկի հետ ունենալ խոսակցություն, մտահոգություն որպես ծնող, բայց ես իրենց գործնական հարաբերություններում խառնվել եւ ասել, որ, չգիտեմ, ձեր իրավական եւ անձնական եւ գործնական ինչ որ մի բանում միջամտել, իհարկե ինձ թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տալու։